Բարև ձեզ, Բուն TV-ի եթերում Բուն զրույց ընտրություններ հաղորդաշարն է, ես Աննա Մինասյանն եմ։ Պատմությունը կարևոր դասեր է պարունակում ներկայի եւ ապագայի համար։ Այսօր Հայաստանի ընտրական անցյալը կքննարկենք պատմաբան Վահրամ Թոքմաջյանի հետ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Պարոն Թոքմաջյան, շատ հաճախ երբ խոսում ենք անցյալի ընտրությունների մասին, այդ հանդարտ նկատի ենք ունենում անկախությունից ի վեր վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանի ընտրական պատմությունը եւ վերլուծում ենք ընտրությունները, տարբերությունները նախորդների հետ եւ այլն։ Բայց ես կուզեմ մենք պատմաբանի հայացք նետենք ընտրություններին եւ որոնք են եղել Հայաստանի պատմության մեջ առհասարակ երբևէ կայացած առաջին ընտրությունները եւ ինչ ընտրություններ էին դրանք եւ ինչ պայմաններում են կայացել, ինչ է տեղի ունեցել։ Եթե վերցնենք բուն դրական գործընթացների պատմությունը, ոչ այն պրիզմայից, որ հիմա մենք ենք պատկերացնում, կարող ենք դրական գործընթացներ համարել այդ աշխարհաժողովները, եկեղեցու կողմից կազմակերպված կանոնական ժողովները, որտեղ ինչ-որ որոշումներ են կայացվել, թվում նաև կոնսենսուսային եւ այլն, բայց եթե գանք հենց այն դիտանկյունից, ոնց որ մենք ենք պատկերացնում 21-րդ դարի մարդու հայացքով ասելով ընտրություն, դա Հայաստանի առաջին հանրապետության առաջին խորհրդարանական ընտրություններն էին 1919 թվական։ Մինչ այդ կար ձևավորված խորհրդարան, բայց այդ խորհրդարանը ոչ թե ընտրված մարմին էր, այլ Թիֆլիսի հայոց ազգային խորհրդի հետ մեծացված տարբերակը։ Ինչով են հատկանշական այս ընտրությունները, հատկապես 1915 թվականի ընտրությունները, երբ որ մենք խոսում ենք ժողովրդավարության մասին եւ այլն, հիմա շատ մոդայիկ է, չէ՞, մինչեւ հիմա վերջի հատկապես 30 տարին, որ մեզ անընդհատ սովորեցնում են ինչպես լինել ժողովրդավար, հա։ Դա սովորեցնում են տարբեր դիտորդական առաքելություններ, չգիտեմ, ԵԽՖ զեկույցների տեսքով, տարբեր առաջնորդներ, Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի եւ այլն։ 1915 թվականին, երբ որ Հայաստանում անցկացվեցին առաջին խորհրդարանական ընտրությունները, 20 տարի լրացած ցանկացած անց, անկախ սեռից գույքային պատկանելությունից, գույքային ցենզից, ազգային պատկանելությունից եւ այլն ուներ քվեարկելու իրավունք։ Շվեյցարիայում կանայք համընդհանուր քվեարկության իրավունք ստացան 50-ականներին, հա։ Այդ նույն ժամանակահատվածում Անգլիայում դեռևս պայքարում էին կանայք, որ քվեարկության իրավունքը պայմանավորված չլինի գույքային ցենզով։ 19 թվականը չներառեց այն ժամանակվա ամբողջ Հայաստանի տարածքը։ Նախ Կարսի մարզը շատ ավելի ուշ էր մեզ միացել անգլիացիների օգնությամբ, 19 մայիսին նոր միացավ, չմասնակցեց Ղարաբաղը այդ ընտրություններին, հա, եւ էլի շրջաններ։ Ընտրությունները կլասիկ ընտրություններ են, եթե դուք համեմատեք այդ փուլի ընդդիմության թերթերի գրածները, այս փուլի կամ, չգիտեմ, 96-ի կամ 2008-ի ընդդիմության գրածների հետ, նույն բանը կտեսնեք։ Չգիտեմ, Երևանի ժամանակ թերթը գրում է, որ բաժանվել է ընտրակաշարք, տեղի են ունեցել համընդհանուր կեղծիքներ, լուծանումներ եւ այլն։ Դաշնակցության պաշտոնաթերթը գրում է, որ անցավ իդեալական, այսպես։ Նո ամեն դեպքում ձևավորվեց խորհրդարան 80 հոկանոց, որի մեծամասնություն 70-ից ավել մանդատ վերցրեց դաշնակցությունը։ Հիմնական դիմադիր ուժը հրաժարվել էր ընդունել արդյունքները։ Խորհրդարան ներկայացված էին ազգային փոքրամասնություններ, խորհրդարանում կային 3 կին պատգամավորներ, որոնք պատահական մարդիկ չէին, հա, մեկը կարծեմ Արամ Մանուկյանի կիններ, մյուսը Ավետիք Սահակյան եւ այլն։ Այս ընտրություններով ընտրական ցիկլը քիչ թե շատ մասնակցային ժողովրդավարության ընտրական ցիկլը հայոց պատմության մեջ փակվեց։ Խորհրդային միության փուլում մինչև 1990 թիվ մենք չենք կարող խոսել ընտրական գործընթացների մասին այնպես ինչպես մենք պատկերացնում ենք, որովհետև դրանք եթե անգամ ընտրություններ էին, ֆիկտիվ ընտրություններ էին, հա, շատ դեպքերում կարող էին պատվիրակներ ընտրվել մարդիկ, որոնք անգամ տառաճանաչ չէին, բայց պետք էր որ գնային ցեք այդ պլենյումի նիստին ծափրային եւ քվեարկեին ամեն ինչին, այո։ Եվ մենք եկանք հասանք 1990 թվական։ Մենք սովորաբար մեր ընտրական գործընթացները սկսում ենք, չգիտես ինչ 91-ի անկախության հանրաքվեով, բայց շատ կարևոր էր 90-ի գերագույն խորհրդի ընտրությունները, որը հաստատի խորհրդային Հայաստանի պատմության մեջ առաջին կարելի ասել
ինչ որտեղ թափանցիկ, ինչ որտեղ մասնակցային ընտրություններն էին։ Կար առաջին հանրապետության փորձը եւ շատ երկար 70-ամյա խորհրդային ժառանգություն, երբ ընտրությունները ֆիկտիվ էին, ձևական էին, մարդիկ հետ էին սովորել, այսինքն նույնիսկ կարելի ասել շատ կարճ այդ դրվագից հետո, երբ որ ժողովրդավարական ընտրություններ են, 70 տարի ընտրություններ չկան։ Ոնց ստացվեց, որ այդ ընտրությունները նորից սկսեցին, այսինքն մարդիկ հիշեցին ինչպես կազմակերպել ընտրություններ։ 80-ականներին նախ զարթոնքը արեց իրենը, այսինքն մարդիկ այլևս քաղաքականապես բավականին հասուն էին։ Անկախ թե հիմա տարբեր քաղաքական ուժեր ինչ մոտեցումներ ունեն 80-ականների զարթոնքի վերաբերյալ եւ շարժման վերաբերյալ, չգիտեմ, եթե մի կողմ ենք դնում Ղարաբաղ կոմիտեն, մի կողմ ենք դնում Ղարաբաղ ընդհանրակյա կոմիտեն, անձերից եթե վերանում ենք, հասարակությունը կուշտ էր, եւ երբ որ հասարակությունը կուշտ է, սկսում է զբաղվել այլ բաներով, արդեն ստամոքսի խնդիր չունի։ Մյուս կողմից, եթե կարդանք խորհրդային միության սահմանադրությունները, խորհրդային միության սահմանադրությունները աշխարհի կարելի ասել ամենալիբերալ, ամենաժողովրդավար սահմանադրություններից են, ուրիշ բան որ դրանք չեն կիրառվել, հա։ Այսինքն իրավական հիմքը կար։ Այստեղ շատերը բաց են թողնում մի կարևոր հանգամանք 1990-ի մայիսին արդեն կար որոշում ստեղծելու նախագահ ինստիտուտ, խորհրդային սոցիալիստական Հայաստան նախագահ ինստիտուտ։ Ընտրությունները մեկ օրում չկազմակերպվեցին, նաև քվեարկությունը մեկ օր չեղավ, հա։ Այս ընտրությունները հատկանշական են նրանով, որ Հայաստանի պատմության առաջին եւ վերջին ընտրություններն էին, որոնք որ անցկացվեցին բացառապես մեծամասնական դրակարգով։ Այսինքն դու չէիր ընտրում կուսակցություն, դու ընտրում էիր անհատներ։ Պատգամավորների թիվն էլ էր սրանով պայմանավորված շատ, 260 պատգամավորի մասն է խոսքը, ամեն թաղամաս իր պատգամավորն էր, ասենք Բանգլադեշի Բերգուսն իրենն ուներ, Բեչորսն իրենն ուներ, դե որ չկրվեին։ Հատկանշական էր նաև նրանով, որ այս ընտրություններին առաջին եւ վերջին անգամ մասնակցեց Ղարաբաղը։ 10 պատգամավոր ընտրվեց Գերագույն խորհրդում Ղարաբաղից, եւս 5-ը էլի արցախցի ընտրվեցին Հայաստանի տարբեր շրջաններից։ Օրինակ Ղարաբաղի նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է այն ժամանակ Կիրովագանից։ Կիրովագանի ընտրատարածքով է դրած տեխնացիոն։ Խոսում ենք 90 թվականի Գերագույն խորհրդի մասին ենք խոսում։ Ոնց էր դա հնարավոր Ղարաբաղի Այն ժամանակ այդ կարգավորումները չկային, հա, բանի կարգավորումը չկար, քաղաքացիության եւ այլն, դրանք հետագայում սահմանադրությունով եկավ, հա։ Այդ կարգավորումները հետագայում, երբ որ նույն Ռոբերտ Քոչարյանի 98-ին դրվելը վիճարկվում էր 10 տարվա կեցության բանը, այդ արդեն 95-ի սահմանադրությունից Ես ավելի շատ նկատի ունեմ Սովետական միությունը իր ներքո նման process ոնց կենտրոնը չէր վերահսկում այլևս, կենտրոնը այլևս չէր վերահսկում, հատկապես կար մերձբալթյան պետությունների հետ անկախական շարժման փորձը եւ այդ փորձի փոխանակումը, հետո Ղարաբաղ կոմիտեի ազատ արձակվելուց հետո ում դներ Ղարաբաղ կոմիտեն կամ ՀՀՇ-ն կամ ՀՀՇ-ին սերդաճած այդ ուժերը իրենք անցնելու էին։ Հիմա ստեղ ինչ տեղ ունեցավ, հատկապես բաներում, Երևանում եւ խոշոր բնակավայրերում, այսինքն քաղաքային բնակչությունը մեծ մասամբ ընտրեց ՀՀՇ-ին, գյուղական բնակչությունը ընտրեց կոմունիստներին, ու ծայրները գրեթե գնաց հավասար, ու երկար ժամանակ չէին կարողանում ընտրել Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան թե Վլադիմիր Մովսիսյան, մի քանի փուլ գնաց, եւ շատ հետաքրքիր էր, որ պարոն Հայրիկյանը դեռևս տարագրության մեջ էր, հանդեղ նամակ է ուղարկում, թե այդտեղ կռիվ մի արեք, ինձ ընտրեք նախագահ, դուք էլ տեղակալներ նշանակվեք, ամեն դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանը դառնում է խորհրդարանի նախագահ, որը կոչվում էր Գերագույն խորհուրդ եւ 95-ի մինչեւ մայիս կորզնիցին ծավալեց առաջի տեղակալի հաստիք կար, որը զբաղեցնում էր Բաբկեն Արաքսյանը եւ երկրորդ տեղակալի հաստիքը այն ժամանակ դեռևս կոմունիստներից Գագիկ Հարությունյանը, որը հետագայում դառնա փոխնախագահի տեխնազու սահմանադրական դատարանի նախագահ։ Ու հենց այս Գերագույն խորհրդին էր վիճակված հռչակագիրը, հա, օգոստոսի 23-ի անկախության հռչակագիրը իդերև հանելու, որը հայոց պատմության եզակի կոնսենսուսային փաստաթուղթերից է։ Եթե մենք չունենք երկրորդ տարբերակը, երբ
օրվա գործող բոլոր քաղաքական ուժերը ստորագրում են նույն փաստաթղթի տակ ու գրեթե բոլորը կողմ էին քվեարկել 3 հոգի դեղ ծերմպայր թե մեկը երկրում չէր մի խոսքով հետո եկանք արդեն 91-ի բանին անկախության հանրաքվեին այս 91-ի անկախության հանրաքվեն են ձեր տված հարցին ի շարունակություն կարող էր չունենալ այն արդյունքները եթե Մոսկվայի այդ պուտչը ճնշված չլիներ այստեղ արդեն ակնհայտ էր որ անկախական ուժերը պետք է հաղթեն դեմ էին միայն են հոգով բոլշևիկները եւ այդ դաշնակցության այդ արդարությունը որ կա դեմը լալով կողմենք այդ ոչ ոք չի կպցրել իրենց, հա, դա իրենց դրոշակ թերթի խմբագրականի մեջ էր գրված այդ եզրակացությունը, այո, ցիտում ենք։ Եվ բացառիկ արդյունքներ էր, մենք այս ծև ընտրություն այլևս չենք ունեցել, այս մասնակցությամբ, հա, եւ 99.8% կողմ քվեարկությամբ։ Դեմ էին քվեարկել 10,002 մարդ, ոչ էին ասա անկախությանը, հետո ես որ նայում եմ բանի կոմունիստների ցեները իրենք տարբեր գումարումներին ստանում են 10,000-ը 9,000-ը, այնտեղ մեռնում են, էլի կամացից, այդ տոկոսն վազում է եւ այլն։ Ու սրանց հետո արդեն Հայաստանը գնաց 91-ի հոկտեմբերի նախագահական ընտրություններին, այդ ժամանակ ամերիկյան մոդելներ, այսինքն կար նախագահի տեխնազու եւ փոխնախագահի տեխնազու, Լևոն Տեր-Պետրոսյանն էր փոխնախագահի տեխնազու Գագիկ Հարությունյանը, Պաուլ Հայրիկյանն էր փոխնախագահի տեխնազու Ազատ Արշակյանը, Դաշնակցության տեխնազուն մի հատ խոհեմ դեմքով ծայծ կա ողորմածիկ Սոսներ Սարգսյան, հա, որը սիրում էր ազգին խորհուրդներ տալ, բայց ես օրինակ տպավորված չեմ իր թատերականի ռեկտոր եղած տարիների գործունեությունից, ճիշտ է ասում եմ մահացածների հետևից։ Հա։ Ինչ են ասում, բան։ Կամ լավը կամ ոչինչ, բայց պատմաբանը ինձ թվում է, պատմաբաններին դա չի վերաբերում։ Դա ունի շարունակություն, կամ լավը կամ ոչինչ բացի ճշմարտությունից։ Այո։ Իշ փոխնախագահի տեխնազուն բաններ, Վահան Հովհաննիսյանը, էլի երջանկայի շատակ, Ռաֆայել Հովհաննիսյանը կարծեմ կար եւ մի հոգի եկար, որին հիմի չեմ հիշի։ Մի խոսքով, հա, բան Աշոտ Նավասարդյանը։ Ու հիշում եք 2018-ին, որ ընտրությունների ժամանակ առաջին համարները բանավիճում էին հայտարարեցին, որ դա աննախադեպ է հայոց պատմության մեջ, այդ աննախադեպ չէր, հա։ Առաջի համարների առաջի բանավեճը եղել է հենց 1991-ի նախագահական ընտրություններին։ Մասնակցել են բոլոր տեխնազուները, բացի երկու մարդուց, մեկը Լևոն Տեր-Պետրոսյանը, որ ընդհանրապես հրաժարվել էր Քարոզարշավից, մյուսներին տալով այդ ինքնաներգանալու առավելությունը եւ դաշնակցությունից ոչ թե մասնակցում էր Սոս Սարգսյան, այլ Վահան Հովհաննիսյան, այդ կադրեր կան եւ այլն։ Գործընթացը անցել է հանգիստ, հա, էլի դաշնակցական թերթերից մեկը այդ ժամանակ գրում էր Տեր-Պետրոսյանի հեղինակությունը այնքան բարձր էր, որ եթե առաջադրվեին Հիսուս Քրիստոսը եւ Տեր-Պետրոսյանը, ցայների կտրուկ մեծամասնությամբ հաղթեր Տեր-Պետրոսյանը։ Միակ դեպքը, որ տեղի ունեցավ, Պարավաքարում բռնություն էին կիրառել Պարոն Հայրիկյանի նկատմամբ, հա։ Հայրիկյանը հետագայում էլ իր հրաբարագային եւ ոչ հրաբարագային ելույթներում կասի, որ 91-ի ընտրություններն ինքն էր հաղթել, տոկոսները շուրթվեցին, հա, բանը 83% իրաններ, ոչ թե Տեր-Պետրոսյանիններ, եւ 91-ից հետո մենք չենք ունենա անգամ 2018-ին այս կարգի բարձր լեգիտիմությամբ բան իշխող ուժի ձևավորում դա կլինի նախագահ թե վարչապետ։ Ինչ հիմնական լեգիտիմության հետ կապված, երբ որ լեգիտիմության մասին խոսում ենք ու նաև համեմատականը, հա, 18-ի առաջին ընտրությունների հետ նորանկախ Հայաստանի, 18-ին էլ բարձր մասնակցություն, կեղծիքների մասին գրեթե 0 դիտարկումներ կամ բաներ, հա, եւ կարծես ընդունում ընտրությունների արդյունքներին բոլորի կողմից։ Լեգիտիմության հարցը այստեղ երևի թե ավելի շատ ծագում է նրանից, որ հեղափոխության է տալիքի վրա, ուղղակի նույն հաջողությամբ 91-ն է, դա ազգային ժողովրդավարական ռոմանտիզմի, հա, ալիքի վրա եկած նախագահ եւ 2018-ը էլի ազգային ժողովրդավարական ռոմանտիզմի վրա եկած կառավարություն։ Այս երկուսը այս առումով շատ նման են եւ այս պարագայում ընտրություն կեղծել իմաստ չունի, բացարձակ իմաստ չունի, որովհետեւ ամեն ինչ պարզ է։ Մենակ 3-4 տեղի հարցը պարզ չի։ Հիմա հետո եկավ 95-ը, այսինքն 95-ին նախ
Հա, առաջին ընտրությունների բանը ինչն էր հետաքրքիր 91-ինը նախագահի յուրաքանչյուր տեխնազի իրավունք ուներ ունենալու ընդամենը 20 վստահված անձ, հա։ Քարոզչական գործիքները շատ չէին, երկու հատ հեռուստատեսություններ, Մունետիկը, Դրոշակը, բան 10 հատ թերթեր ընդամենը, ու այդ PR գործիքները դեռևս չէին կիրառում, հա։ Այ 95-ին արդեն գնաց թե սև PR-ը, թե մյուսը եւ 95 թվականը երևի թե Վանո Սիրադեղյանի մտքի ցինիզմի դրական իմաստով, հա, այդ ինտելեկտուալ ցինիկ հորդանքի համապունչներ։ Դաշնակցության գործունեությունը մինչև այդ արգելված էր, այլևս ես կարծում եմ, որ բավական օբյեկտիվ հիմքերով, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, փոխարենը ստեղծվեց fake դաշնակցություն, որ դաշնակցության ռողները չնեղվեն, ցուցակի մեջ լինի դաշնակցություն, որը կամք ձև հասարակական քաղաքական նախաձեռնություն կար, իր հետ կազմեց ցուցակ, հետո Սիրադեղյանը ստեղծեց Շամիրամ կանանց, հա, միավորումը, Շողերն էր Մաթևոսյան կարծեմ առաջին համարը, երգչուհի Նադեժդա Սարգսյանը կար, անգամ կարծեմ բանին Շարլ Անձնավուրին բերեց, որպեսզի Շամիրամի PR անի եւ այլն այդ կադրերը կան։ Ոստեղ բան է, ստեղից սկսվում է մեր օրյա գործիչների շատ հետաքրքիր բախումների փունջը, օրինակ Լևոն Զուրաբյան, Նիկոլ Փաշինյան կոնֆլիկտները, հա, սկսվել են ստեղից 95-ից այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը երիտասարդ լրագրող, լրագիր թերթում կարծեմ հոդված է գրում, որ Շողեր Մաթևոսյանի հետ առանձնացանք, հետո բաց է թողնում հարցազրույցի համար։ Հաջորդ օրը լրագրի խմբագրությունում հայտնվում է Խանդոդ ամուսինը Լևոն Զուրաբյանը, շարունակությունը չգիտեմ առիթ կունենաք իրենց հարցրով կուզեն թող պատմեն, չեն ուզի թող չպատմեն։ 95-ը հատկանշական էր նաև, որ երկու քվեարկություններ փաստացի, ազգային ժողով եւ սահմանադրություն։ 95-ին առաջին անգամ արդեն մասնակցեցին ընտրությունների միջազգային դիտորդները եւ ստեղից սկսվեց այդ մանյովրող գնահատականների փունջը, որը մինչև այսօր չի դադարում, հա։ Ընտրությունները ասադ էին, բայց ոչ արտար, սև ձևակերպում են տալիս, հա։ 95-ին դի հաջորդերին Եվ միշտ քայլ առաջ էին։ Հա, չէ, 2003 թվականի ընտրությունների ժամանակ արձանագրեցին, որ սա սարսափելի հետ նահանջ է ժողովրդավարությունից եւ 2003-ի ընտրությունների ժամանակ առաջին անգամ դիմությունը պլակատների վրա գրել էր շնորհակալություն Եվրոպա եւ դադարեցում էր Ռուսաստանին, այսինքն անգամ երթ տարեցին Ռուսաստանի դեսպանատան դեմ եւ այլն։ 2003-ը խայտառակություններ, 2003-ը խայտառակություններ թե նախագահական ընտրությունների առումով, թե խորհրդարանական ընտրությունների առումով, այդ նաեւ բացառիկ տարի էր։ Նաեւ հիշեցնենք երիտասարդ ընտրողներին, ովքեր չեն հիշի, երևի 2003-ը Ռոբերտ Քոչարյանի երկրորդ ժամկետն էր եւ Ստեփան Դեմիրճյան 2003-ի ընտրություններին մասնակցել են Զեյթուն հանրակացարանի հնդիկ ուսանողները, այսինքն այս կարգի կատաստրոֆա էր։ Տեղամասերից մեկում 2003-ին այն ժամանակ քվեատուփը դրվում էր Պադին մոտ, Շիրակի մարզի տեղամասերից մեկում այդտեղ է, գյուղապետը Պադը կտրել էր այդ կանտեղը, այդ հետևի տախտակը հանել էր քվեատուփի, ձեր դրածերին հետևը նստած էր, ասենք թերթիկ գցում էին, հանում նայում երում համարը, եթե հարմար չէր փոխում էր թերթիկը։ 2003-ը կատաստրոֆա եղել բոլոր առումներով, 2008-ն էլ պակաս չէր, 98-ն էլ պակաս չէր, բայց այնտեղ եթե կային ինչ-որ քաղաքական ֆիգուրներ, որոնք ի սկզբանե որոշում էին այդ ընտրությունների արդյունքները, հա, ինչ ուզում ես արա, ասենք, չգիտեմ, Վազգեն Սարգսյանն ասում էր, որ 98-ին պիտի նախագահ լինի Ռոբերտ Քոչարյանը, հա։ Հետո հասկացավ իր սխալը, բայց արդեն ուշ էր։ Եկավ 96-ը, որը էլի ամենախնդրահարույց ընտրություններից մեկն է, այստեղ ինձ պատմում են, ես չգիտեմ, որ երբ որ ընդդիմությունը պահանջում էր Բաղրամյան պողոտայում, այն ժամանակ հնգործում էր կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ԱԺ-ի մեջ էր գործում, Վազգեն Մանուկյանի հայտնի արտահայտությունը երբ որ կա, եթե 20 րոպեից չեկա, եկեք հետևիցս, հա, ինձ պատմում են, այն ժամանակ հենց ԿՀ-ում աշխատող մարդիկ, որ երբ որ Վազգեն Մանուկյանը մտել է ներս ու պահանջել է վերահաշվարկ, եղել է քաղաքական առաջարկ վերահաշվարկ բոլոր տեղամասերում։ Մանուկյանն ուզել է իր ընտրած տեղամասերում,
Այսինքն այդ ընտրությունները ով որտեղ ինչ ռեսուրս ուներ, ինքը յուրովի կեղծում էր կամ իր ռեսուրսը կիրառում էր, այսինքն այնպես չէր, որ մենակ իշխանություններ, իր վարչական ռեսուրսը կիրառում։ Բայց ամեն դեպքում եղավ այն ինչ եղավ, 98-ի հրաժարականից հետո Տեր-Պետրոսյանի մենք ունեցանք նոր նախագահական ընտրություններ փետրվարի 10-ին, այստեղ հատկանշական է, որ հիմնական տեխնազուն ակտիվ քարոզարշավի մեջ չմտավ, խոսքը Ռոբերտ Քոջարյանի մասին է, շատ օբյեկտիվ պատճառով, հայերենին լավ չտիրապետելու պատճառով, հա։ Ու եկավ Կարեն Տեմիրջյանը այդ ռոմանտիզմը խորհրդային միության վերջին այդ կուշտ տարիների, հա, որի վրա իդեպ իր քաղաքական սատիրան կառուցեց բանը Ռոբերտ Քոջարյանը, երբ որ ակնարկում էր թե կալբաս ծիրողներն են ընտրելու բանին, հենց այդ ծևելի Տեմիրջյանին, եւ այս շրջափուլից սկսած Հայաստանի բոլոր ընտրությունները մինչեւ 2018 թիվ կեղծված են։ Մինչեւ 2018-ի դեկտեմբեր բոլոր ընտրությունները դա Բայց օրինակ ասում են, որ 17-ի ընտրությունները նույնպես ազատ էին, արդար էին, չկար կոռուպցիան, չէ, մարդիկ ազատ էին փող վերցնել, փող վերցնել կամ չվերցնել։ Տեսեք, կային 90-ականների ընտրություններին կար ընտրակաշարք, ցեթի, ոսպի, կարակի բանի տեսքով։ 2003-ից սկսվեց Հովհաննես Թումանյանի հաղթարշավը։ Առաջի այդ զանգվածային ընտրակաշարքը, չգիտեմ, ով կհիշի, ով չի հիշի, ես շատ լավ հիշում եմ, դա Միացյալ Աշխատավորական Կուսակցության Գուրգեն Արսենյան, հա։ Այն ժամանակ այդ կարգավորումները կարծես թույլ էին տալիս, իրենց եզրափակիչ միտինգ անում էին Հանրապետական ստադիոնում, մասնակիցներին բաժանում էին 5000 փող, որ իբր մարդ իր ժամանակից ծախսել է եկել է։ Այսինքն ընտրակաշարքը փողով լեգիտիմացվեց 2003-ի ընտրություններին լեգիտիմացումը ճագերտների մեջ, հա։ Դրանց հետո մինչև 2018-ի ընտրությունները եղել է անընդհատ փող, անընդհատ կաշառք, անընդհատ ես բռնությունների բան չեմ խոսում։ Ու այս 2003-ը ինչով էր նշանավոր այդ 2003 թվականը, որովհետև նույն տարում եղավ համ նախագահական ընտրություն, համ խորհրդարանական ընտրություն։ Հետո այդ 99-ից հետո, երբ որ Վազգեն Սարգսյանը հասկացել էր իր սխալը ու Կարեն Տեմիրջյանի հետ միասնություն դաշինքը կազմելով վերցրեց փաստացի մեծամասնություն, բայց եղավ հոկտեմբերի 27-ի հայտնի դեպքերը, դրանից հետո երկար ժամանակ երկիրը քաղաքական ապաթիայի մեջ էր, չէին կարողանում մեջքը ուղղել որևէ մեկը, հա, ու դուրս գալ այդ վիճակից, ինչը շատ ծանոթ էր իհարկե Ռոբերտ Քոջարյանին իր իշխանությունը ուժեղացնելու համար, բայց 2003-ին հասկացավ ինքը, հատկապես երբ որ խորհրդարանականին զուգահեռ դրեց սահմանադրական փոփոխությունները եւ պարտվեց, հա, եւ 2003-ի խորհրդարանական ընտրությունները ամենացածր մասնակցության ընտրություններն են, ինքը հասկացավ, որ պիտի այլ մեթոդների։ Այստեղ սկսեց արդեն փայլել Գալուց Սահակյանի տաղանդը, հա, որը որ Դաշնակցյանը եւ ՕԵԿ-ին անվանեց կուրտիզանուհիներ, հա, որը ժամանակ հետո երբ որ կոալիցիա կազմեցին Դաշնակցությունը, ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, Գալուց Սահակյանն ասաց թող չնեղվեն, դրանապես կուրտիզանուհի տերմինից, որովհետեւ բանը Կամելիազար Տիգինն էր կուրտիզանուհի, մի խոսքով։ Իհարկե Դաշնակցությունը պնդում է, որ կոալիցիայի գաղափարն իրենցն է, Գեղամ Մանուկյանը, ինչեւ հիմա կա չէ, հայց քաղաքական երկնակամարում ասում է, որ իր թղթերում կա, որ անգամ կոալիցիա բառն ենք առաջինը մենք օգտագործել Հայաստանում, ու բան Կիրո Մանոյանին հանձնարարել էին, թե բան արա, ուսումնասիրի դա ինչ է աշխարհի փորձ եւ այլն եւ այլն։ Այսինքն նախ ուժերից որևէ մեկը չկարողացավ սա վերցնել։ 20% տարավ ՀԿ-ն, հաջորդի արդեն ՕԵԿ, Դաշնակցություն եւ այլն, եւ սա ձեռնտու էր Քոջարյանին, որովհետեւ սկսվել էր արդեն այդ լուր հագամարտությունը Քոջարյան եւ Սերժ Սարգսյան, եւ հետագա բոլոր փոփոխությունները 2005-ի սահմանադրություն եւ այլն ական էր Ռոբերտ Քոջարյանի կողմից Սերժ Սարգսյանի ապագա իշխանության տակ, հա, դրա համար իրեն պետք էր այդ բաղդադված, ծվեն եղած ընդրական գործընթացների արդյունքում ինչ որ շատ թույլ փխրուն մի հատ կոալիցիոն կառավարություն, որը ցանկացած պայք պայթ էր, եւ որից մի օր չգիտեմ Արտուր Բաղդասարյանը որոշեց, որ ինքը պետք է այլևս ընդդիմադիր աշխատի, հա, 2006-ին ասենք խորհրդարանի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց եւ այլն։ Եկեք այս 2003
փուլով ամփոփենք։ Այո, ես ուզում եմ առաջարկել, որ մենք շարունակենք մեր զրույցը եւս մեկ հանդիպմամբ, որովհետեւ շատ հետաքրքիր եւ շատ կարեւոր դիտարկումներ են, որոնք որ կարող են ընտրողներին նաև ներկայի եւ իրենց ապագա ընտրության համար օգտակար լինել։ Մենք ապագա ընտրությունների մասին նույնպես կխոսենք։ Շնորհակալ եմ շատ ձեր ժամանակի համար եւ հուսով եմ, որ կհանդիպենք շուտով քննարկելու 2003-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները, հատկապես կարծում եմ 2008-ի ընտրություններով դա իմ դիտարկումն է, իմ կարծիքն է 2008-ով սկիզբ դրվեց իրականում նրա ինչ տեղի ունեցավ հետո 2018-ին, որտեվ այդ ցասումը, այդ որը ավելանում էր, պակասում էր, այսպես հա բոլոր ընտրությունների ժամանակ, բայց կարծում եմ, որ իրական այդպես հիմքը 2008-ին էր թերևս դրա արդյունքները որևէ մեկը չմարսեց, կարելի ասել, եւ կխոսենք 2008-ի մասին եւ դրանից հետո տեղի ունեցածի մասին։ Շնորհակալ ենք, որ մեր հետ եք, միացեք մեզ հաջորդ 5 շաբթի դիտելու շարունակությունը մեր ընտրական անցյալի։